Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք Խաչմերուկը։ Ինչպես արդեն տեղյակ եք գովազդներից, սեպտեմբերի 25-ին Deluxe Banquet Hall-ում, որը Բրբանկում է գտնվում, նախաձեռնվել է հիանալի պարահանդես խնջույք եւ այս շաբաթվա իմ հյուրերը մասնակիցներն են։ Մնացեք մեզ հետ, անակնկալներով լի հաղորդում է սպասվում։ Երկար սպասված պարահանդես, Հարութ Խաչոյան, Երվանդ, աստղեր ժամանած արևելյան տարբեր քաղաքներից, անսահմանափակ կերակուր եւ անվճար խմիչքներ, տոմսերի համար զանգահարել 818 762 1815, սեպտեմբեր 25-ին, ժամը 8-ին, Deluxe Banquet Hall։ Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, դե ինչպես նշեցի, արդեն սեպտեմբերի 25-ին Deluxe Banquet Hall-ում պարահանդես երեկո է նախաձեռնվել եւ այդ առիթով իմ տաղավարում են երգիչ Հարութ Խաչոյանը եւ ջութակահար Երվանդ Քալաջյանը։ Ողջույն։ Ողջույն, Սվետլանա ջան, ինչպես եք։ Շատ լավ, շնորհակալություն, վստահ եմ դուք եք լավ, նամանավանդ որ նախապատրաստվում եք կրկին ձեր երկրպագուներին ուրախացնել։ Շատ։ Եվ այսպես, ես գիտեմ, որ արդեն տարիներ շարունակ համագործակցում եք։ Կպատմեք համագործակցության մասին, ով ավելի գունեղ կսկսի, խնդրեմ։ Ես ու Երվանդը ծանոթացանք 1986 թվականին, կուզեմ ինքը շարունակի, ոնց ենք ծանոթացել։ 86 թվականին Բարսեղյան ֆոտոն կար, հիմա էլ կա։ Այո։ Ես այնտեղ աշխատում էի։ Մի օր Հարութը մտավ, Բարսեղյանը ասեց, որ Հարութ Խաչոյանն է երգիչը։ Ես լսել էի, բայց չէի ծանոթացել, չէինք տեսել հետ իրար։ Ուրեմն մի հատ լավ կասետ էր հելել, Շեք աղջիկ երգը կար, Աֆոններ Երևանից, էդի մեր մոտ էր հասել Լոս Անջելոս։ Հարութին ասի, Հարութ, մի հատ լավ երգ կա, բայց առանց լսելու խոսք ես տալու, որ այս երգը պետք է տնես քու թազա CD-իդ մեջ։ Ասեց, ոնց կարամ առանց լսելու բան անեմ էլի, քեզ խոստամ, հա։ Ասի, в общем, պետք է խոստաս, անկարելի է։ Ասեց եղավ։ Առանց լսելու տղեն, այսինքն հետո գնացել տունը լսել էր ու էդի հենց այդ երգն դրեց։ Եվ այդտեղից վստահությունը առաջացավ, հա, կարծես երաժշտական ճաշակի հանդեպ։ Այո։ Հետո իմացա, որ Երվանդը ջութակ նվագող է ու սկսեցինք հանդիպել իրարու հետ ու մի քանի անգամ ընկերություն սկսվեց, հետո երաժշտություն, հետո արդեն իրար հետ սկսանք հարսանիքներ երգել, սկսանք բոլոր երկիրները, Կանադա, Իտալիա, Նյու Յորք, Բոստոն, Կալիֆոռնիա։ Պաստորեն դժվար ճանապարհ է, ասում են լավ ընկերներին ճանաչում ես թե ճանապարհից եւ թե աշխատանքում, երկուսն էլ անցել եք, արդեն կարծես տարիներով կոփված ընկերություն է սա։ Պիտի որ ենթադրում եմ կես խոսքից բեմում իրար հասկանաք, այդպես է։ Անգամ առանց մի հատ նայելով արդեն մի կտոր է։ Ես որ Երվանդին նայում եմ բեմի վրա, արդեն գիտի որ երգն եմ ուզում, նայած հետո որ երգը պետք է ինքը նվագի։ Նույնն էլ ինքը, որ ինձ աշխով անում, արդեն գիտեմ որ երգն է ինքը նվագելու, որ ես սկսեմ երգել։ Բարեբախտաբար լավ առիթներին, լավ միջոցառումներին եք հայազգի կողքին դինում։ Այ կկիսվեք այդ զգացողություններով, ինչպես է ամեն գրեթե շաբաթ կիրակի դուք լավ միջոցառումների մասնակիցն եք։ Երևի ընտանիք չկա, որ մասնակիցը չլինեք իրենց առիթին, ինչպես է այդ ամենը, ինչ զգացողություն ունեք։ Մեր համար, իմ համար շատ ուրախություն է դա, որ ամեն շաբաթ տարբեր դեմքեր ես տեսնում, տարբեր ժողովրդի մեջ ես։ Չնայած այդքան տարի այստեղ ապրում ու երգում ենք, որ արդեն բոլոր հարսանիքներին բոլորն է ծանոթ են դեմքերով, բոլորին է ճանաչում ենք։ Ավելի կարամ ասեմ հետաքրքիր է, երբ որ ասենք դուրս ենք ելում քաղաքից, երկրից, հետո մենք ասենք Ֆրանսիա կամ Հոլանդիա կամ Բրազիլիա, որովհետեւ այդում ես արդեն այդի ժողովուրդը քո երկերն են երգում, ավելի ասում ես մարդիկ ոնց գիտեն այդ մեր երկերը, չես պատկերացնում, կարծում ես մենակ Լոս Անջելեսի հայերը պետք է քեզ ճանաչեն, բայց երբ որ դուրս ենք, ասենք եղել է Երևանի հետ Կանադա ենք եղել, ժողովուրդը մեր երկերը մեր հետ երգել է, մեր բառերը իմացել են, դա կարծեմ շատ մանավանդ երեխեքը որ երգում են մեր հետ,
իմ Իհարկե, համար դա շատ շատ կարևոր ուրախություն է իմ համար, շատ զգացողություն է։ ուրախություն է։ Եվ նվագելներ ընդեղի խումբերը ոնց են նվագում, CD-ները մեր լսում են, կոպիա հենց ոնց որ CD-ի մեջ ենք նվագե, նույն ձևի նվագում են, չէ՞։ Այո։ Այ հետարքիր է, դասական երաշտական գործիք է, չէ, համարվում ջութակը։ Ինչպես է կարողանում ջութակը այնպես գեղեցիկ կերպով համեմել արևելյան մեղեդիների հետ, թե դասական նույնպես նվագում եք։ Ինչ երաժշտություններ եք նվագում։ Դասական էլ եմ նվագում։ Վերջը դասական առաջ սկսեցի նվագել օրկեստրայի մեջ, բայց օրկեստրայի մեջ որ նվագում ես, այդքան ոնց ասած Անհատականությունը ցույց չես տալիս երևի, չէ։ Այո։ Եվ առաջ շատ, գիտես, այնքան մարդիկ, այնքան ժողովուրդ կա, որ օրկեստրայի մեջ, որ առաջ չես կարող շատ գնաս էլի։ Հիմնական մեծ կառույցներում այդպես էլ լինում է հենց։ Սո դրա համար արդեն փոխվեցի մեր հայկական, հունական երաժշտությունների մեջ ու մի քիչ ստացվում է։ Շատ լավ։ Խոսենք նաև սեպտեմբերի 25-ից։ Կարծես թե տոն այդ օրը չէ, ինչպես որոշվեց այդ օրը։ Երկար ժամանակ է, որ ես պարահանդես չէի ունենում Երևանի հետ։ Մենք որոշեցին, կազմակերպիչները որոշեցին, որ մի լավ երեկո կազմակերպեն, որը մասնակցենք ես ու Երևանը եւ երգիչները պետք է այդ օրը երգեն, արաբերեն լեզվով Ահմեդը պետք է երգի, հետո The Black Shop պետք է լինի իրանց գեստներով, կարծեմ dancing shop է դիլի եւ կարծեմ լիքը սուրպրիզներ կա, որ մեզ չեն ասել։ Անկամ դուք չգիտեք։ Փաստորեն ընդամենը մի քանի օր է մնացել եւ մարդիկ պետք է որ շտապեն, սիրելի հեռուստայտողներ, հեռուստաէկրաններին կցուցադրվի հեռախոսահամար, որով կարող եք դուք զանգարել եւ ձեռք բերել ձեր տոմսերը եւ տոմսերը նաեւ ապահովում են անսահմանափակ ալկոհոլի եւ իհարկե համեղ ուտեստների ներկայությունը։ Կարծում եմ, որ լավ երեկո է սպասվում։ Այո։ All you can drink, all you can eat։ Ահա։ Իսկ Երվանդ, ես նաև կցանկանայի խոսել այն մասին, արդյոք ջութակի նվագակցությամբ արևելյան պարեր լինելու են, թե պարերը առանձին մեղեդի են, ջութակը առանձին համար է, ինչպես է այդ ամենը կատարվելու։ Դե արդեն խումբի հետ պետք է նվագեմ, հետո ես առանձին շոկ անեմ։ Իսկ քո երկի տակ պարողները պարել են։ Հա, իմ նվագի տակ, այո, պարողները պետք է պարեն, սոլո պետք է նվագեն, որ սա ժողովուրդը ելնի այդ մի 20-25 րոպե որ պարեն ջութակի սոլոյի տակ։ Մենակ, հետո արդեն էլի խումբի հետ, Հարութի հետ էլի շարունակեմ։ Հարութ, նվագախումբը երկար տարիներ է, որ ձեզ հետ համագործակցում է։ Այո, տղաներ կան, որ 18 տարեկանից իմ հետ են աշխատում ու այսօր իրենք կարող է 33 տարեկան են։ Իմ երրորդ խումբն է կարամ ասեմ իմ կարիերայի մեջ, բայց դա շատ երիտասարդ եւ շատ տաղանդավոր երաժիշտներ են մեր խումբը, որը Երևանին էլ նույն ձևի ճանաչում են ու ծանոթ են Երևանի երաժշտության հետ մեր տղեկը։ Հա։ Ահա, իսկ Ահմեդը, Եգիպտոսից թյուր երգիչը, որ ուդով հանդես է գալու այդ օրը ներկաների համար, նրա հետ եղել է առիթ նորից աշխատելու, թե սա առաջին անգամն է։ Ոչ, սա առաջի անգամն է, որ պետք է աշխատենք Ահմեդի հետ եւ մեծ հույսով եմ, որ շատ ուրախ ժամանակ անցկացնենք, մենք իրան լսելով, ինքն էլ մեզ լսելով։ Եվ ասում են, որ նվագախումբը տարազներով է լինելու, այդպես է, իրենց հատուկ հագուստներով, տարազներով։ Դեբլեք խփողները եւ պարողները իրենց հատուկ զգեստներով ունեն։ Ահա, դեբլեք նվագողները։ Հիմնականում արևելյան երաժշտասեր մարդիկ կարող են ներկա գտնվել, թե կարծում եք, որ սա երեկո է, որ բոլորն էլ կկարողանան լավ ժամանակ անցկացնել։ Կարծեմ բոլորն էլ, որովհետեւ մենք հայերեն ենք երգելու, ես ու Երևանը հայկական երաժշտություններ եւ լինելու է, ինչպես ասեցինք, արևելյան երաժշտություն, արաբական երգեր, դեբլեկներ, որ սիրում է այդ ստայլը եւ մեր ստայլը կարող են երկու ստայլն էլ կա, սաղ կարան կան էլի։ Բոլորը նաև երեխաներն էլ կկարողանան լավ ժամանակ անցկացնել, թե միայն մեծերով եք այդ օրը սպասում հյուրերին։ Եթե չեմ սխալվում, միայն մեծերը պետք է եղնեն, որ երեխաներին այդ օրը հարգելի հեռուստայտողներ թողնում եք տանը, ընտանիքներով, մեծերով գնում եք, լավ ժամանակ եք անցկացնում, ուրախանում եք եւ վերադառնում եք տուն լավ հիշողություններով։ Շատ բարի, դասական կատարումներ այդ օրը կլինեն, թե ոչ։ Երևան։ Դասական classical, չէ, այդ օրը classical չի ելնի, որովհետեւ Աղապամիդերով ձևերը գալիս է գղտան։ Կվստահեմ, որ դրա սիրահարներն էլ կլինեն, բայց այսօրը շեշտը դնելու եք ավելի շատ բարային ուրախ երաժշտության վրա։ Որով դասայինը ինձ ուրիշ
պրոգրամապետ եւ խումբապետ, որ դա պատրաստենք, բայց դա չեմ պատրաստել, so դրա համար այդ ուրիշ բան, ինչ են ասում, ավելի քյարթ ու ռաբիս չկատակ։ Ավելի հայկական, արաբական, հունական ստայլի բաներ ջութակում Ահա, շատ լավ։ Հարութ, մի փոքր էլ խոսենք երգչի ձեր կարիերայից, հա, կլինեն նոր երգեր, այլ ձեր երգերը տարիներ շարունակ շատ ճանաչված են։ Ձեր երկրպագուները գիտեն, սիրում են, հիմա պատրաստում եք նոր երգեր եւ այդ օրը կարող է այնպիսի երգ հնչի, որ դեռ չեն հնչել։ Կարծես դու միտքս կարդացիր, այո, ես 13 տարի է որ CD չեմ տվել, նոր CD չեմ հանել, բայց արդեն սկսել ենք աշխատել դրա վրա եւ այդ օրը սուրպրայզ ունեմ իմ ժողովրդի համար, մի հատ երգ ենք այդ օրը երգելու, որ դեռ ոչ մեկ չի լսել այդ երգը։ So առաջի անգամ այդ երգով հանդիս ենք գալու։ Ահա, շատ բարի, շատ լավ։ Առաջարկում եմ այս պահին կարճ դադար, որից հետո կվերադառնանք Սիրելի հեռուստայտողներ եւ կշարունակենք զրույցը։ Երկար սպասված պարահանդես, Հարութ Խաչոյան, Երվանդ, աստղեր ժամանած արևելյան տարբեր քաղաքներից, անսահմանափակ կերակուր եւ անվճար խմիչքներ, տոմսերի համար զանգահարել 818 762 1815, սեպտեմբեր 25-ին, ժամը 8-ին, Deluxe Banquet Hall։ Սիրելի հեռուստայտողներ, այս շաբաթվա իմ հյուրերն են Հարութ Խաչոյանը եւ Երվանդ Կալաջյանը։ Հաղորդման սկզբում մենք զրուցեցինք, նշեցիք, որ շատ երկրներ արդեն միասին շրջագայել եք։ Երվանդ, այ տարբերվում են հայերը Եվրոպայում եւ այստեղ։ Հա, вообще տարբեր են ընդունում։ Կարոտում են, որով այդ երկիրները շատ խումբեր չկա, որ մենք եթում ենք ընդ, ոնց որ շատ են կարոտում, միշտ ուզում են հետը տեղեն, սիրով են ընդունում, այո։ Այստեղ որտեղ ամեն շաբաթ ասենք հարսանիքներ են երգում, միշտ տեսնում են մեզ, այդքան բացի բայց երբ որ աչքը սովորում է, մարդիկ սկսում են քիչ գնահատել երբեմն, բայց հետո երբ կարոտում են, արդեն մի նոր սեր է առաջանում, մի նոր ուժով են սկսում երկրպագել։ Հարութ, այդ օրը սեպտեմբերի 25-ին կլինեն արդյոք դուետներ։ Դուետ չեմ կարծում, երևի ես ու Երվանդը դուետ անենք իրար հետ միասին պատրաստենք։ Մի բան երգենք իրար հետ։ Երվանդը լավ է ձայնում ինձ այլևս։ Միգուցե սա հուշում էր, որ եւս մեկ անակնկալ ավելացնենք, որ երեկոյին անպայման նշեք ձեզ մոտ, խնդրում եմ։ Մի կտոր այդպես լավ ձայն ունի Երվանդը, այդ օրը ժողովուրդը դե գիտեն, բայց նորից կլսեն Երվանդին երգելուց է։ Լավ դուետ կազմակերպենք։ Մի հատ բան կանենք։ Շատ բարի, շնորհակալություն պատասխանի համար եւ ի վերջո նաեւ մի հետեւյալ հարց, կարող եք արդյոք դուք ինքներդ այդ օրը պատկերացնեք դուք հյուրի կարգավիճակով, ձեր կարծիքով այդ օրվա զգացողությունները մարդկանց, երբ որ տուն գնան, ինչ են իրենց հետ տանելու։ Կարծեմ շատ լավ ժամանակ են անցկացնելու ժողովուրդը իրանց հիշատակների մեջ մնալու այդ օրը, որովհետեւ անդադար երաժշտություն ալինելու, անդադար շոու, ապարել, ուրախանալ, ուտել, խմել։ Եվ հույսով եմ իրանց կամերաները, իրանց սելֆիները կբերեն կանեն, որ չմոռանան այդ օրը։ Այդ օրը սոցիալական կայքերը, Facebook-ը, Instagram-ը կլցնեն իրենց նկարներով։ Շատ լավ։ Խոսելով նաև մի փոքր ավելի հետ դառնալով պատմության, հա Հարութ, կհիշեք, երբ առաջին անգամ որոշեցիք, որ դուք երգելու եք, երբ որ փոքր էիք, դեռ ավելի հասուն տարիքում այդ սերը դեպի երգը առաջացավ։ Ես երգելը սիրել եմ փոքր, շատ փոքր հասակում, եւ չեմ երգել հայերեն, ժամանակ երգում էի մենակ անգլերեն երգեր, Elvis-ի երգերն էի, Elvis-ին շատ էի սիրում։ Եվ սկսել եմ անգլերեն երգել ու երգում էի rock and roll եւ 10 տարեկանում Հարութի համերգին եմ մասնակցել Բամբուկչյանի, իր առաջի համերգն էր։ Ես 10 տարեկան երկու հատ rock and roll երգեր կեցի եւ ժողովուրդը շատ սիրեցին եւ ես էլ կարծես իսկապես սիրահարվեցի բեմի վրա, որովհետեւ տեսա 2000 ժողովուրդ կար։ Հետո գնալով heavy metal rock շատ նիհար է այդ ժամանակ մազերս երկար rock խումբ ունեի, heavy metal, որը երգեցինք Roxy-ում,
Sunset-ի վրա է, շատ անունով տեղա, շատ անունով խմբեր են այնտեղ նվագել։ Եվ երկեցի Troubadour-ում անգլերեն։ Հետո 87 թվին, 86-87 թվականներին սկսեցի ոնց որ հայերեն երգել, ավելի սիրել, ավելի ուզենալ հայերեն երգել ու սկսեցի կարծեմ բիզնեսն էլ ոնց որ որտեվ ամերիկյան երաժշտության մեջ դա էլ իր նշանակություն ունի որոշումներ կայացնելուց։ Այո, գումարները շատ է ամերիկյան երաժշտության մեջ, բայց հասնելը դրան շատ դժվար է, որը կարծեմ ես արագ փողին վազեցի այդ ժամանակ, ցած կոպիտ ասելով, որտեվ սկսեցինք հայերեն երգել ու ժողովուրդը մեզ սկսեցին ճանաչել ու սկսանք փող աշխատել, ռեստորան սկսեցի երգել եւ մոռացա արդեն անգլերեն երգելը ու լրիվ տրամադրվեցի հայկական։ Բայց կարևորը որ ստացվել է, կարևորը որ դուք գունեք ձեր լսարանը, որը ձեզ սիրում է, ձեզ սպասում է, դրանից ավել կարծում եմ որ արտիստին ոչինչ հարկավոր չէ։ Կարևորը ժողովրդի սերն է։ Երևան դուք կհիշեք, երբ ջութակի հանդեպ սերը առաջացավ փոքր տարիքում։ Ես ասեմ, իսկականից ջութակ ես ատում էի։ Մամաս ինձի այդ պոլիպեդով, դասընթացներ։ Գիրովականից 6 տարեկանից տարել է երաժշտական դպրոց մամաս ու այտենց ցեխերի մեջով բան փոքր տարիքին այն վախտերը փոքր երեխեքը նստում էին ավտոբուսները ու մի կտոր եթում էին։ Հիշում եմ, եթում էի մենակս էի եթում 1-1-7-8 տարեկան։ Դժվար է եղել ջութակը սովորելու ճանապարհը կարծես թե։ Սովորեցի կամաց հասանք։ Եվ հիմա արդեն այսօր լավագույն առիթներին հայ ժողովրդի կողքին եք երկուստ էլ։ Եվ հիմա էլ սեպտեմբերի 25-ը արդեն այս անգամ առանց առիթի, որովհետև ուրախանալու, լավ տրամադրություն ունենալու համար բնավ առիթ հարկավոր չէ, սիրելի հեռուստայտողներ, եւ սեպտեմբերի 25-ին Deluxe Banquet Hall-ում տեղի ունենալու պարահանդես խնջույք։ Հեռախոսահամարը զանգարեք, դուք տեսնում եք ձեր հեռուստաէկրաններին եւ ձեռք բերեք ձեր տեղերը նախորոք։ Իսկ այս պահին հաղորդման ավարտին ես կխնդրեի գեղեցիկ երաժշտական կատարում ձեր կողմից հուսամ չեք մերժի իմ եւ մեր հեռուստայտողների համար։ Չեք մերժի։ No problem։ Շնորհակալություն։ Երկար սպասված պարահանդես, Հարութ Խաչոյան, Երվանդ, աստղեր ժամանած արևելյան տարբեր քաղաքներից, անսահմանափակ կերակուր եւ անվճար խմիչքներ։ Տոմսերի համար զանգահարել 818 762 1815 Սեպտեմբեր 25-ին, ժամը 8-ին, Deluxe Banquet Hall։ Եթե երջանիկ կլինես դու մեր բաժանումից հեռացիր են ես քեզ չեմ փնտրելու դու ջնջեցիր մեր անցյալը դառը խոսքերով այլևս դու հետ նորից չվերադառնաս դու ջնջեցիր մեր անցյալը Տարը խոսքերով այլևս դու հետ նորից չվերադառնաս Չեմ ուզում քեզ տեսնեմ չեմ ուզում քեզ հիշեմ չեմ ուզում որ ինձ տեսնես արցունքոտ աչքերով Երազիս մեջ էլ դու չգաս, մտքերիս մեջ չեմ ուզում գաս, հերիք է, որ ես տառապեմ քո սիրուց։ Չեմ ուզում քեզ տեսնեմ, չեմ ուզում քեզ հիշեմ, չեմ ուզում, որ ինձ տեսնես արցունքոտ աչքերով, երազիս մեջ էլ դու չգաս, Մտքերիս մեջ չեմ ուզում գաս,
Հերիք է, որ ես տարապեմ քո սիրուց Հազար տարի կսպասեմ միայն հասնեմ ուրազիր Երկար սպասված պարահանդես, Հարութ Խաչոյան, Երվանդ, աստղեր ժամանած արևելյան տարբեր քաղաքներից, անսահմանափակ կերակուր եւ անվճար խմիչքներ, տոմսերի համար զանգահարել 818 762 1815, սեպտեմբեր 25-ին, ժամը 8-ին, Deluxe Banquet Hall